Խնդրում ես դրված է, որ Հայկն ունի թղթի 12 կտոր, որոնց վրա գրված են թվեր, 3 հատի վրա գրված են 2, 2 հատի վրա 2,1/2, 4 հատի վրա 3 և մեկական ունենք 3,1/2, 4 և 4,1/2։ Նա տեղավորում է թղթերը 5 արկղերի մեջ, որոնք պիտակավորված են A, B, C, D, E, ու յուրաքանչյուր արկղի մեջ դրած թվերի գումարը, ամեն թղթի վրա թիվ էր գրված, այդ թղթերի վրա գրված թվերի գումարը պետք է լինի ամբողջ թիվ, ընդ որում Հայկն այնպես է տեղավորել, որ A-ից E ունենք հաջորդական բնական թվեր, երբ հաշվում են գումարները, ստացվում են հաջորդական բնական թվեր աճման կարգով։ Նաև հայտնի է, որ E արկղի մեջ դրված թղթերից մեկի վրա գրված է 2 և B-ի մեջ դրված թղթերից մեկի վրա գրված է 3։ Մեզնից պահանջվում է գտնել, թե որ արկղում է կարող նա դնել 3,1/2-ը։ Ու պետք է նշենք բոլոր ճիշտ պատասխանները, ենթադրենք, եթե կարող է դնել A-ում կամ D-ում, մենք պետք է պատասխանենք կարող է դնել A-ում կամ D-ում, ոչ թե միայն A-ում կամ միայն D-ում։ Շատ լավ, սկսենք։ Նախ սկսենք նրանից, որ հաշվենք այս բոլոր թվերի գումարը, ունենք 3 հատ 2, 2 հատ 2,1/2, 4 հատ 3 և մեկական 3,1/2, 4 ու 4,1/2։ Այս բոլոր թվերի գումարը տալիս է 35։ Ու փաստորեն մենք այս թղթերը բաշխել ենք այնպես, որ ստացել ենք 5 հաջորդական բնական թվեր, գումարելով առանձին արկղերում եղած թղթերի վրայի թվերը, ու փաստորեն այդ 5 հաջորդական բնական թվերի գումարը տալիս է 35։ Դժվար չէ գտնել, որ այդ թվերն են 5-ը, 6-ը, 7-ը, 8-ը և 9-ը։ Կարելի է ուղղակի փորձելով գտնել, եթե անգամ ոչ մի գիտելիքի չենք տիրապետում, և հասկանալ, որ եթե ավելի մեծ հաջորդական թվեր լինեն, ապա գումարը 35-ից մեծ կստացվեր, իսկ եթե ավելի փոքր լինեին, օրինակ 2-ից մինչև 6, այդ դեպքում էլ հակառակը կլիներ փոքր։ Այսինքն միակ տարբերակը դա 5, 6, 7, 8, 9 է։ Ու փաստորեն մենք գիտենք, որ A-ում թվերի գումարը 5 է, B-ում 6, C-ում 7, D-ում 8, իսկ E-ում 9։ Այսքանը առանձնացնենք ու հասկանանք, թե ինչ ունենք դեռևս դրված։ Գիտենք, որ E արկղի մեջ դրված է մի թուղթ, որի վրա գրված է 2, և B-ի մեջ ունենք թուղթ, որի վրա գրված է 3։ Եկեք մեր թվերը կրկին արտագրենք, 2, 2, 2, 2 հատ 2,5, 3, 4 հատ 3,1/2, 4 և 4,1/2։ Շատ լավ։ Եթե 3-ներից մեկը դրել ենք այստեղ, այս 3-ը դրել ենք այստեղ, ինչ կարող ենք դնել B-ում բացի 3-ը։ Եթե մենք դնենք 2, գումարը կտա 5 ու պետք է ավելացնենք 1, բայց 1 ավելացնել չենք կարող, որովհետև բոլոր թղթերի վրա գրված է 1-ից մեծ թիվ։ 2 դնել այստեղ չենք կարող, 2,1/2 դնել չենք կարող, գումարը կտա 5,1/2 և հաջորդ մեր թիվը պետք է լինի 1/2, իսկ 1/2 չունենք։ Ուրեմն ստիպված պետք է դնենք 3։ Դե 3-ից մեծ էլ որ դնենք, գումարը կստացվի 6-ից մեծ։ Այսինքն 2 հատ 3 դրված է հստակ B-ում։ 2 հատ 3-ը ջնջենք մեր ցանկից ու անցնենք առաջ։ Դե E-ում արդեն ինչ ասես կարող է լինել, բայց մեզնից պահանջվում է գտնել, թե որ արկղում կարող էր Հայկը դնել 3,1/2։ Սկսենք A-ից։ Կարող է արդյոք Հայկը A-ում դնել 3,1/2։ Ենթադրենք դրել է։ Ինչ է տակը մնում ավելացնել, որպեսզի ստացվի 5։ 5-ից հանած 3,1/2 կտա 1,1/2։ Իսկ 1,1/2 թվով թուղթ չունենք, բոլոր թղթերը դրանից ավելի մեծ թիվ են իրենց վրա գրված, և փաստորեն ուղղակի ոչ մի թուղթ չեն գտնի 3,1/2-ի հետ դնելու, որ գումարը տա 5։ Այսինքն A-ում մենք չենք կարող դնել 3,1/2, 3,1/2-ը A-ում չէ։ Այն, որ B-ում չէ, նույնպես պարզ է, որտև B-ում արդեն դրել ենք 2 հատ 3, B-ում էլ չէ։ Ու անցնենք C-ին։ Ենթադրենք C-ում ենք դրել 3,1/2-ը։ Ինչ պետք է դնենք, որպեսզի գումարը ստացվի 7։ Դե 3,1/2-ին պետք է ավելացնենք 3,1/2,
որպեսզի գումարը տա 7։ Իսկ կարող ենք արդյոք մենք մեր ձեռքի տակ եղած թղթերով ստանալ 3.1/2։ Հաշվի առնենք, որ 1 հատը արդեն օգտագործած կլինենք այդ դեպքում, հենց 1 օգտագործել ենք, այլևս այն դնել չենք կարող, ուրեմն պետք է մնացած թղթերով ստանանք։ Դե բնական է 4-ով ու 4.1/2-ով չենք կարողանալու ստանալ, 3-ի հետ պետք է դնենք 1/2, որպեսզի գումարը տա 3.1/2, այսինքն 3-ներով էլ չենք կարող ստանալ, 2-ի հետ պետք է դնենք 1/2, կնեք 1.1/2, կրկին չենք կարող, և 2.1/2 հետը պետք է դնենք 1, կրկին չենք կարող, հա, 3 հետ էլ 1/2-ներ։ Այսինքն ոչ մի տարբերակ չունենք, այսինքն C-ում ևս 3.1/2 չենք կարող դնել, որովհետև մեր ձեռքի տակ եղած թղթերով չի կարելի 3.1/2-ին ավելացնելով 1 կամ մի քանի թուղթ ստանալ 7։ Ու նկատենք, որ նույն պատճառով էլ չենք կարող 3.1/2 դնել Y-ի մեջ, չէ՞ որ Y-ում արդեն 2 դրել ենք, ու տակը մնացել է, որ մնացած թղթերով հավաքենք 7։ Իսկ 7-ը, ինչպես ասեցինք, 3.1/2-ով հավաքել հնարավոր չէ, որովհետև մնացած թղթերով մյուս 3.1/2-ը չի հավաքվում։ Այսինքն ստացանք, որ նաև C-ում չէ, ու նաև Y-ում չէ։ Դե մնաց D-ն, բայց դա դեռ չի նշանակում, որ մեր պատասխանը D է, որովհետև հնարավոր է խնդրում սխալ կա և նույնիսկ D-ում դնել չենք կարող, ամեն դեպքում պետք է ցույց տանք, որ D-ում դնել կարելի էր։ Եթե 3.1/2-ը D-ում է, դրա հետ պետք է դնենք 4.1/2, հա։ Կարող ենք իհարկե դնել 2 և 2.1/2, բայց եկեք այսպես փորձենք, հա, սա ավելի պարզ է։ Ուրեմն ստացվեց, որ օգտագործեցինք։ Դե 5-ը կարող ենք ստանալ 2 հատ 2.1/2-ներով։ Եկեք փորձենք, տեսնենք արդյոք կստանանք թե չէ։ Ահա։ Սրանք էլ ծախսեցինք, մնաց 2 հատ 3, 4, մի հատ 2-ը ծախսել էինք, դա չէինք ջնջել, բայց այն Y-ում էինք դրել, մնաց 2 հատ 2, 2 հատ 3 ու 4։ Դե 7 կարող ենք ստանալ 4-ին 3 գումարելով, դրանք էլ ջնջենք, ու եթե 2-ս 2-ս 3-ը ավելացնենք Y-ին, ապա Y-ում էլ կստանանք 9։ Փաստորեն ստացանք օրինակ, որում 3.1/2-ը դրել ենք D արկղի մեջ, և բացի այդ ցույց տվեցինք, որ D արկղից դուրս դնելու տարբերակ չունենք։ Բոլոր տեղերում ինչ-որ բան խանգարում էր, և փաստորեն մեր պատասխանն է, որ կարող է լինել միայն D արկղում։